Սիրելի վանաձորցիներ, Լոռու մարզի սիրելի ներկայացուցիչներ, բարև ձեզ։ Շատ ուրախ ենք այսօր այստեղ գտնվել ձեզ հետ այս շփման հնարավորության համար։ Իհարկե վերջում նախ հարց ու պատասխանի միջոցով բազմաթիվ հարցեր կքննարկենք, նաև ավելի այլ ձևաչափերով զրույցներ կունենանք։ Բայց ինչպես Արտուրն էլ արդարացիորեն նշեց, այս ընտրությունները ճակատագրական նշանակություն ունեցող ընտրություններ են լինելու։ Ես իսկապես չեմ հիշում մեր պատմության որևէ ընտրական փուլ, որտեղ խաղադրույքը այսքան բարձր լինի, որտեղ իսկապես մեր պետականության հարցը քննարկման առարկա դարձած լինի, որտեղ իսկապես մեր հայկական ինքնության պահպանման քննարկումներ գնան, Արարատի մասին քննարկում գնա, Արարատին նայել չնայելու մասին քննարկում լինի։ Մենք իսկապես որևէ շրջափուլում ընտրական որևէ գործընթացի ժամանակ նման հարցեր չենք քննարկել։ Բայց ցավոք այսօր հասել ենք մի հանգրմանի, որտեղ ինքնությունն է հարցականի տակ դրված, մեր պատմության վերանայումն է հարցականի տակ դրված։ Հետևաբար իսկապես իրավացիորեն ասում ենք, որ սա ճակատագրական ընտրություններ են։ Եվ դուք գիտեք, որ վերջերս բավականին հաճախ մի կուսակցություն, որ ամենաշատ պատերազմն է բերել մեր ժողովրդին, խոսում է, որ եթե հանկարծ իրենք չընտրվեն, կարող է պատերազմ լինի։ Պատերազմի միագլուխ կուսակցություն ԿՓ-ն համարձակվում է որևէ այլ ուժի մեղադրել պատերազմ լինելու մեջ, ինչը ուղղակի եզակի ցինիզմ է, հատկապես մեր ուժին, ում առաջնորդի ժամանակահատվածում, պարոն նախագահի առաջնորդության ժամանակահատվածում ընդհանրապես պատերազմներ չեն եղել։ Բայց հիմա էլ այն ժամանակ, երբ սահմանին կրակոց չկա, ու շատ լավ է, որ կրակոց չկա, բայց մենք բանակում ինչքան զոհեր ենք ունենում խաղաղ պայմաններում, ոչ մարտական գործողությունների հետևանքով։ Միայն 26 թվականին 4 ամիսների ընթացքում 5 զոհ ենք ունեցել բանակում, ոչ թշնամու կրակոցից։ Բանակի ներսում այնպիսի իրավիճակ է, որ 4 ամսվա մեջ արդեն 5-րդ զոհն ենք ունենում, ինչը ուղղակի խայտարակություն է։ Այսինքն մի ուժ առավոտից իրիկուն սրտիկներով խաղաղություն եւ այլն, բայց բանակում 4 ամսվա մեջ արդեն 5-րդ զոհն ունենք։ Սիրելի ընկերներ, իսկապես ինչպես արդեն ասացի, շատ ճակատագրական ընտրություններ են, ու մենք ինքներս մեզ համար պետք է հասկանանք, որ Աստված մի արած է եւ չի էլ լինելու, եթե բայց ԿՊ-ն մնում է իշխանության, հասկանում ենք, որ մեր եկեղեցին է հիմնահատակ քանդվելու։ Ու սա ուղղակի ոչ թե կանխատեսում է, այլ իշխանությունը իր նախընտրական ծրագրում կետ է ներառել։ Ասում է, եթե ես գամ իշխանության, ամենայն հայոց կաթողիկոսին հեռացնելու եմ, ինչ որ կանոնադրություն ենք մշակելու եւ այլն եւ այլն։ Ինքնին այդ խոստումը հակասահմանադրական է, բայց խոսում են դրա մասին։ Վերջերս Միացյալ Նահանգների ղեկավարը Տրամպը Հռոմի Պապի հասցեին ոչ պարկեշտ հայտարարություններ էր հնչեցրել եւ Իտալիայի վարչապետը շատ լավ հակադարձումներ էր անել ու ասում ես իսկապես ինչ լավ է, որ հարգանք կա սեփական եկեղեցու նկատմամբ, կաթոլիկ աշխարհում եզակի նշանակություն ունեցող Հռոմի Պապի նկատմամբ այդ պաշտպանությունը կա։ Իսկ մենք տեսնում ենք ճիշտ հակառակը։ Այսինքն վերընտրվելու դեպքում մեր եկեղեցին իսկապես հիմնահատակ քանդվելու է։ Փոխվելու է մեր սահմանադրությունը։ Այսինքն այսօր ինչ են ասում, եկեք մեզ քվեարկեք, որ խաղաղություն լինի, ամիսներ հետո գալու են ասել, այ հիմա իրոք գնանք սահմանադրությունը փոխենք, անկախության հռչակագիրը հանենք նախաբանից, այդ ժամանակ իրոք խաղաղություն կգա։ Իսկ ինչ է մեծ հաշվով իրականության մեջ ինչ է տեղ ունենում։ Հպատակեցում Ալիևի բոլոր պահանջների անխտիր բավարարում։ Էլ չեմ խոսում անկլավների մասին, որը այս իշխանությունը հայտարարել է, որ ադրբեջանական տարածքային ամբողջականության մեջ է մտնում, այսինքն տարածքային կորուստներից, սահմանադրություն, եկեղեցի, ինքնության փլուզում, այս ամեն ինչը դրված է սեղանին եւ հետեւաբար մեր ջանքերն էլ պետք է այնպիսին լինեն, որ թույլ չտանք մեր պետության եւ ինքնության ամբողջական կործանում։ Գիտեք, մենք շատ հաճախ ենք խոսում անվտանգության մասին, սահմանների մասին, որտեղ դա մեր թիվ 1 մարտավերն է, հետևաբար թիվ 1 առաջնահերթությունը։ Բայց ինչ է տեղի ունենում։ Պառակտվածություն։ Ամենտեղ էս պառակտվածությունն է, որ ես վստահ եմ, որ հաջորդ իշխանության օրոք ուղղակի պետքա վերանա։ Եվ ինձ նաև որպես երիտասարդ մայր շատ հուզում է խաղամոլության, թմրամոլության եւ կրիմինալի առկայությունը Հայաստանի Հանրապետությունում։ Սա ուղղակի պետքա հիմնահատակ վերացվի։ Քաղաքական կամքի պարագայում թմրամոլությունն ուղղակի վերանալու է։ Ես այստեղ տեսնում եմ փայլուն երիտասարդների, ու այո, ամեն բան պետք է անենք, որ երիտասարդը որևէ կերպ չհարերեսվի այդ իրականությանը, որտեղ այդ միջավայրը ուղղակի քաղաքական կամքով կվերանա։
Գործող իշխանությունները հավանաբար լսել եք խոշոր պրոյեկտների մասին են խոսում, տրիպից մինչև խաղաղության խաչմերուկ, ինչ որ մեծ նախագծերից են խոսում։ Մի իշխանություն, որ մետրոյի աջափնյակ կայարան չի կարողանում կառուցել, 15 ջրամբար է խոստանում, մի ջրամբար նույնիսկ 8 տարվա մեջ չի կառուցում, բայց զուգահեռաբար մեր պետական պարտքը կրկնապատկում է ու մի բան էլ ավելին, մեծ խոսում է, բայց դու գիտեք, որ նույն նախագահի կառավարման տարիներին ինչպիսի պրոյեկտներ են իրականացվել, հավանաբար երևի արդեն վիդեոն տեսել եք, այստեղ գալուց Դիլիջանի թունելի մոտ նկարահանումներ են կարել ու այսպես կարելի է անվերջ թվարկել, թե ինչեր են կառուցվել այդ տարիներին։ Ու այո, իշխանափոխությունից հետո ինչպես սահմանն է անվտանգ լինելու, ինչպես մեր ինքնությունն է պահպանվելու, այնպես էլ խոշոր ծրագրեր ենք իրականացնելու, ենթակառուցվածքներ կառուցելով, տնտեսությունը հզորացնելով եւ ամենևին ոչ արտաքին պարտքի ավելացման հաշվին։ Սա իհարկե շատ փոքր հատվածն այն ամեն ինչից, ինչ կարելի է ասել, շատ երկար կարելի է խոսել ավելի բացելով այն շերտերը մարտահրավերների եւ մեր առաջարկների սոցիալականից մինչեւ կրթական, անվտանգայինից մինչեւ արտաքին քաղաքականություն ու վստահ եմ դեռ շատ առիթներ կունենանք շփվելու։ Բայց ուզում եմ, որ այդ վստահությունը դուք ստանաք, որ մենք գնալու ենք այն վճռականությամբ, որ գիտակցում ենք այս բոլոր մարտահրավերները։ Եվ այստեղ մենք բոլորիդ կարիքը ունենք, բոլորիդ հաստատակամության, վճռականության, ինչը անշուշտ կա եւ եղել է այս անցնող բոլոր տարիներին։ Ու ես վստահ եմ, որ մենք միասին կարողանալու ենք բեկել այս իրավիճակը։ Շնորհակալ